այսքան լամարդին նայի, 3 օր ընտանիքից տեղից կտրվել եմ այ ախպեր, եկել եմ մստի երեխա ունեմ, պրոբլեմներ ունենք սաղոսել, ձեր ջանին մերձեմ, հնաշի որ դարոշակած վեր եմ կալել բողոքը եմ ախպեր, ոչ եմ ուրացկան եմ, բան որ մարդ ենք բոլորս է, մեր պահանջը սա է մեր աշխատավարձի բարձրացումը պայմանագրի կետին նշված, որ պայմանագրով նշված է 36 ժամ շաբաթական, մենք աշխատում ենք 48 ժամ։ То есть դա ամիսը գալիս է 4 մեն ոնց որ ավել ենք կանում։ Դա կազմա մոտավոր նայած ասենք տեղամասի միջև 45,000, միջև 40-ից 45,000 ոնց որ պակաս ենք մենք ստանում մեր աշխատավարձից։ Մեր պահանջը դա է առաջինը, երկրորդը սոցփաթեթ մեր, որ այդ սոցփաթեթից մենք չենք օգտվել, չկա էլ այդ սոցփաթեթը, իրանք էլ ասում են, որ չի լինելու։ Երրորդը, որ այս մի 2 տարի աշխատում ենք, մեր պայմանագրերը մեր մոտ չի աշխատանքային։ Դա որ պետք է միջև մի ամսվա ընթացքում իրանք այդ պայմանագրերը, գոնե կես տարվա ընթացքում այդ պայմանագիրը մեր մոտ լիներ, որ մենք իմանայինք չի իմանալու։ Հիմա ասենք պայմանագրի ինչ որ մենք կետ ունենք, որ այդ նշվածը, որ հավելյալ 30% բարձր լեռնային, հավելյալ գիշերային 30% դրանք իրանք հերքում են, որ այդ մեր աշխատավարձի մեջ է մտնում, այդ 170,000-ին։ Բայց ասենք դա այս լեռնարդյունաբերական կոմբինատները դες թիվ չկա էլի, որ մարդիկ ստանում են։ Աշխատավարձը շատ ակի, հիմա մենք հապսաղս այդ գիրենք ինչ համտերությունա չեն կարամ ընտան։ Այդ ամարսը, ասենք այդ մարդկա, ասենք ես այդ գյուղում եմ ապրում, ես այդ չեմ կա, իսկ այս մարդիկ քաղաքից հասնում են ստեղ, նորից նույնն է։ Կանվել են ասել, կամ աշխատիկ, կամ գործից դուրս եկեք, դա հարցի լուծում չի էլ ինթարավ, չի կարելի թեզ բան ասել, նորդ է կամ աշխատեք կամ գոնե գան ընդհանուր հայտարարի գան ինչ-որ մի ձևի առաջ են իրանք մեզ մենք իրանք ոչ թե կամ դիմում գրեք դուս եկեք կամ աշխատանքի մեջ առիթավորվում են նրանից որ աշխատանքի պայմանները սենց է բայց մենք էլ ստրուկ չենք մենք էլ մարդ ենք այսքան գնաճի բանի հետ լա տենդը թե գնամ ասա աշխարհում մեկ Հայաստանը իրանք չգիտեն ինչքան գնաճ է Եթե դրանից 10 տարի առաջ 150,000-ը մեծ գումար էր, այսօր դա կոպեկներ է։ Այսօր մենակ կոմունալն է ամերակալից աշխատավարձից կեսը տանում։ Իսկ մարդիկ 100 հատ հարց ունեն լուծելու։ Ու չի կարելի թե կամ աշխատեք կամ դուրս եկեք, շատ է թե դու ձեր հիմնարկն է, բայց մարդիկ են ստեղ աշխատում, ոչ թե ստրուկները։ Մի շաբաթից ավել արդեն իրանց տնօրքի սեփականատերն ստեղ էր մենք մեր հարցը բարձրացրել ենք ասել են չի լինելու տնօրենին մենք տեղյակ ենք պահել որ բարձրացրեք մեր աշխատավարձը չի լինել արդեն սենց իրանք նույնը հերքում են որ չի կարող լինի всё կոնկրետ պատասխան չեն ասում 2 տարի կբարձրացնենք այս ամիսեն Մարդկանց գործը ընդունելուց բարձր աշխատավարձի մասին է խոսում, օրինակ ասում են առաջի ամիսը պետք է տանք 150,000 դրամ, երկրորդ ամսվանից պետք է բարձրանա, օրինակ 170 պետք է հասնի, բայց ովքեր որ ընդունում են չեն տենում էդ էլ իրանց ասածները սուտ են, ոնց որ խաբելով մարդկանց բերում են գործի են հասցնում։ Իսկ ես հիմնարկա աշխատել որ հենց սկսել են ստանոթներ արդեն միացնել հումքը արդեն եղնա 120,000-ից սկսել են ամիսը 120, հաջորդ ամիսը 130 իրանք ասել են անընդհատ պետք է բարձրացնենք ձեր աշխատավարձը, բայց եկել է հասե 160, 170 էլ արդեն չկա։ Ես արդեն երկրորդ տարի։ Աջակցի այդ ամեն մի հանքարդյունաբերություն, որտեղ որ ինքը աշխատում է, չգիտեմ, գյուղա թե ուրիշ ինչ տարածքա, աշխատում է ինչ-որ օգուտ տա այդ գյուղին կամ այդ տարածքին, հա։ Մենք այդպեսի ոչ մի օգուտ չենք տեսել, լիքը խոստումներ ա եղել, օրինակ ճանապարհ պետք է սարքեն կամ ուրիշ տեղեր, որ հանքեր կան, չգիտեմ, գյուղացու էլեկտրականությունն իրենց վրա վերցնում կամ ինչ-որ բան է, ու գյուղացու համար ինչ-որ օգուտ լինի, ոչ մի բան։ Թունավոր քիմիկատների հետ է աշխատում։ Բացանք է ինքը։ Բացանք, այնտեղ թղթի մեջ էլ է գրածել, որ թունավոր քիմիկատների հետ է աշխատում, բայց ոչ մի բան։ Ոչ գորնի ենք ստանում, ոչ գիշերային այդ 30%-ը։ Ուղղակի թղթի վրա գրածը ոչ մի բան։ Դե համատած մյուս հանքերի Հայաստանում ոնց որ ամենացածը։ Ամենացածն է։ Ոչ թե ամենացածը, շատ ցածր է սա։ Մարդիկ 1/3-ով ստացել են պարապորտի 200,000 դրամ։ Թեղուտի հանքը։
Ստացել են 1/3-ով 200,000 դրամ։ Պատկերացրու դրանց աշխատավարձը ինչքան է, որ 1/3-ով 200,000 ստանում են։ Ստի աշխատել։ Ասեք ուժամ արին են տալի ցավը տանը։ Արին էլի, արին, գիտեք չէ։ Հրի ասենք իրանց հետը դեռ տանի դեն։ Ասենք Մակեդոնացի, որ մեր նմա, ասմա, որ ես մեր եմ իսես կտանենք, կտաղեք, ասմա, խի, ասմա, որ աշխարը տենա հետս մի զադելա տանեմ չեմ, մի սենաստան, մի զադելա տանիլ չտեք, էլի, տվեք էլի բան որա, դու միս մի ուտիլ, մի կտորել իստ ուրելի, ես ուտեմ այ աղբերու, չի կարելի չէ, այ մեր եմ ձեզ, ասենք սա, ես տրամաբան եմ իրանց, բան եմ ղեկավար մարդիկ են, առհամարական, բայց որ իրանց հերտնա հասնեմ, խնդրեմ աղաց չեմ։ Չեն գնալու աշխատանքի, չեմ մեր հարցի լուծում տրված։ Մենք գիտենք չի որ ավել բան ենք ուզում, մեր աշխատած գումարն ենք ուզում, որ 36 տեղը 48 ենք աշխատում, շաբաթական է 12 ժամը դա գումար է, կարան իրանք մեզ տան մեր քրտինքը։ Ավել բան ենք։ Օրինակ իմ ասենք հապ կոպիտ օրինակով հաշվենք, կամ 12 ժամ աշխատում ենք, ժամը 800 դրամ, 850 դրամ։ Իսկ կկայնակ ասենք հենց մի կետ եթե դες թույլատե, այդ մենակ այդ ստանոկների ձենը, ասենք թե ականջակալներ են բերում ամտարը, ասենք թե վերեսում ամ դնում ես, հադրած ավելի լավ է չդնը, թե ամտարը է դնես։ Ու հետո ասենք են ասան տեխնիկ դեպապաստը խիչ է կասկադնան կամ ես է, դուք հլա մեր շորտին ամնայք, շորտը ոչ բան չունեն, ասենք թե ոչ խամելու ջուր չկա, ջուրը հետնեններ ասենք, պրսասն վեր մի հատ Երևանցու բեր 150,000 դրամ փող տուր աստեղերնի ես իմ ամտանը իրան պահան եմ ինչ ուտում եմ թող ասմա Երևանցին չի աշխատի ասնեն խի ասմա ովետ 150,000 լորվա մարզամ դա համապատասխանում այլ ստանդարտն են որ կկայանա յոլա գնա իսկ Երևանցին 150,000 չի գա 500-600,000 Ադեմ ոշով ապրող մարդիկ են սինդրիկ մենդրիկով ոնց կարա չապրեն Տեղում արտադրանք են ստանում, ոսկին գոլդ տեղում ստանում են Խտանյութ չեն Չէ, ինքը լրիվ պատրաստի արտադրանք Լավ բան ասում, ոսկու հանքալ սենց նայում եմ ոչ մեկ իվան կես գրամ Կալցո Որը ես Ով էլ ունի պապական է Վերևի շմիկալ կեն գախին արել